Ողջույն բարեկամներ, այսօր արդեն ապրիլի 24-ն է, հայոց ցեղասպանության արդեն 111-րդ տարելիցը։ Մինչև կարևոր ինֆորմացիաների եւ մանրամասներին անդրադառնալ, ես ուզում եմ հիշեցնել, որ մենք կարող ենք հանդիպել, զրուցել հարց ու պատասխանի ֆորմատով մայիսի 3-ին Մոնրեալում։ Եվ ձեզ ուզում եմ հիշեցնել նաև, որ մեր նորաստեղծ կայքը արդեն ակտիվ աշխատում է։ Մենք ունենք բավականին արդեն այցելուներ, պետք է ասեմ, աշխարհի տարբեր տեղերից։ Մարդիկ արդեն մտնում են, արդեն փաստաթղթեր են քաշում, հետաքրքիր process կա։ Եվ այսօր նորից մեկ փաստաթուղթ, եւս մեկ փաստաթուղթ ավելացել այստեղ, ինչ պիտի աներ ՀՀ ղեկավարը, եթե հայ լիներ վերնագրով, սա մասին առանձին եմ խոսալու, դրա համար ես հիմա չեմ ուզում սա վրա կենտրոնանալ այս պահին։ Եվ այսպես, ինչ էր խորհուրդ տալիս մեզ աղբյուր Սերոպը։ Ասում էր, հիշեք, թուրքը մի մեծագույն զենք ունի, դա դավաճան հայն է։ Աղբյուր Սերոպը գիտեր, որ թուրքի միակ զենքը դա դավաճան հայն է։ Թուրքն էլ դա գիտի։ Եվ պատկերացրեք այսօրվա իրականությունը, ինչ որ կա Հայաստանում, սա կարող է մտնի համաշխարհային քաղաքագիտության գրքերի մեջ, դասագրքերի մեջ, որպես բացառիկ օրինակ, թե ինչ է լինում, երբ թշնամին կարողանում է իր թշնամի երկրում բերի իր գործակալներին իշխանության։ Սա բացառիկ նմուշ է։ Բացառիկ։ Եվ դրա մասին եւս մի առիթ կա խոսելու, իսկ հիմա անցնենք կարևոր թեմաներին։ Ապրիլի 23-ին վարվեց սուպերական դրոշ Հայաստանում, Երևանում, որը շատ կարևոր է իմ համար։ Գիտեք, ես երբեք կողմ չեմ եղել դրոշ այրելու, միշտ ասել եմ անպաշտպան դրոշը, այն էլ ասենք Սերժ Սարգսյանի ժամանակ, այրել է, ինչ մի հերոսություն անել։ Այդ ով է հերքում, որ այո, նա ցեղասպանություն է։ Ու մի տեսակ աչքից լուրջ չէր երևում։ Բայց այսօր այս դրոշի այրելը, այն էլ Փարիզում, սա այլ երանգներ է տալիս արդեն։ Եվ Փարիզում, եւ Երևանում, եւ աշխարհի այլ տեղեր, սա արդեն այլ երանգ է տալիս։ Սա ասում է մի բանի մասին, որ թշնամին, մեր թշնամին ինչքանով էլ որ հաջողացել է իր գործակալներին բերի Հայաստանում իշխանության, այնուամենայնիվ մի բանի դեմ ինքը անզոր է, դա հայ հիշողությունն է, հայ արժանապատվությունն է, հայ հավաքական կամքն է, պահանջատիրությունն է, որ ասենք մի վիժվածքով դա պայմանավորված չի, եւ պրիմիտիվ է կարծել, թե Փաշինյան Նիկոլը կարող է ամբողջ հայկական իրականության մեջ, ասենք, որ 10 միլիոն եւ ավել մարդկանց մոտ իրականություն փոխել։ Հա, ինչու մի մասի մոտ կարող է իր որակի մարդկանց մոտ դա հարցեր առաջացնում, որում ասում եմ, բացառապես իր որակի, որովհետեւ աջակցել եւ լուրջ ընկալել Փաշինյան Նիկոլի նշանակում է, այս մարդը դրա որակի է, հենց այդ որակի է։ Եվ փառք Աստծո, Հայաստանում եւ հայկական աշխարհում, ես ասում Հայաստանում, ես նաեւ նկատի ունեմ ավելի մեծ Հայաստան, դա Հայաստան աշխարհն է, որ ամբողջ երկրագույնն է, այնտեղ բոլոր տեղերը, որտեղ հայեր կան։ Եվ Փաշինյան Նիկոլը դրանց վրա իշխանություն չունի ընդհանրապես։ Եվ տեսեք, ես ասում եմ, այսօր ավելի դա էական է դառնում վառել են թուրքի դրոշը։ Նաեւ նրա համար, որ Փաշինյան Նիկոլը շատ աներվել դրանից։ Այո, օրինակ Սերժ Սարգսյանի համար միևնույն էր կվառեին, թե չէ, Ռոբերտ Քոչարյանի համար միևնույն էր կվառեին, թե չէ։ Ես չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյանի համար միևնույն էր, թե չէ, բայց դա մասին այսօր ենք խոսալու, բայց հաստատ այդ երկուսի համար միևնույն էր, որովհետեւ երբեք հարց չէր առաջացել։ Վառել թե չվառել։ Իհարկե վառել, բայց իմաստը ո՞րն էր այն ժամանակ։ Իսկ սա Թուրքիայի դրոշի այրումը ակնհայտորեն սադրիչ եւ լարվածություն հրահրող վարկագիծ է, ինչով ակնհայտորեն ես չգիտեմ, բայց իր համար ակնհայտորեն սադրիչ է։
ու դատապարտել այն, դատապարտել։ Սա ներքին լսարանի համար չի միայն։ Սա նաև իր տերերի համար, որ ես դատապարտում եմ այն, հաջորդիվ գիտեք որն է լինելու, որ սրանից հետո, եթե հանկարծ նա անցավ իշխանության, կարողացավ զավթել իշխանությունը, դրա համար կարող են բռնել, դատել, այո, չզարմանաք, եթե այսօր Արցախի դրոշի համար են բռնում, եթե այսօր Արցախի, հիշում եք այս վերջերս Արցախում բռնել էին, տոգանել էին ինչ համար, որ ինքը Արցախի դրոշն են ունեցել պետհամանանիշի մեքենայի վրա կպցրած։ Վստահ եղեք, սա էլ է, էս էլ է լինելու դա, էս էլ է լինելու մի օր, ու ես հիմա կասեմ էլ ինչ էլ է լինելու, եթե հանկարծ սա իրեն պարտադրեց հայ ժողովրդին։ Իսկ երբ որ նայում եմ այս տեսարաններին, հավատալս չի գալիս, որ Փաշինյան Նիկոլը կարող է ինք իրան պարտադրի հայ ժողովրդին, ուղղակի չեմ հավատում։ Սա Հայաստանն է 26 թիվ ապրիլի 23։ Հիմա այս տեսարանները տեսնելով Նիկոլ Փաշինյանը գիշերը պիտի ոչ չքնի, մենակ Նիկոլ Փաշինյանը չէ։ Նրանք պետք է հասկանան, որ այսքան մարդ դուրս եթե եկավ ամսի 8-ին, հունիսի 8-ին, իրա յենիչերիները անզոր են լինելու, ասենք իրենք ոչ միայն անզոր են լինելու, իրանք նույնիսկ պետք է մտածեն իրանք սեփական անվտանգության տակ մասին, եթե հանկարծ նրանք փորձեն մեկի վրա ձեռ բարձրացնել։ Ես սա տեսնում եմ նաև Ալիևն ու Էրդողանը, մտածում են, էլ ինչ անենք, էլ ոնց անենք, որ սա արմատախիլ անենք։ Դե ինչ որ հնարավոր է դուք փայլուն արել եք, փայլուն։ Միջալոց ես իմացա, որ այս երթինը միացա նաև Հենրիխ Մխիթարյանը, Հենրիկը մեր։ Հետաքրքիր է, չէ՞։ Երկու սպորտսմեն Արտուր Աբրահամ կներեք եւ Հենրիկ Մխիթարյան։ Մեկը միանում է ջահերով երթին, մյուսը միանում է Փաշինյան Նիկոլին։ Գիտեք ինչի՞ց է։ Սա մարզական նվաճումների հետ կապ չունի, բացարձակապես։ Սա առաջնահերթություններից է։ Թվում է երկուսն էլ հաստատ պետքա որ ֆինանսապես այնքան անկախ լինեին, որ Փաշինյան Նիկոլը իրենց համար իրենց կյանքում ոչ մի դեր չխաղար։ Հետևաբար ֆինանսը չի այստեղ։ Բարոյականություն եւ նախընտրություններ։ Որովհետեւ Փաշինյանի կողմը լինելը, Փաշինյանի կողքը լինելը, դա նախ բարոյականության պակասի, ոչ թե պակասի, բացակայության նշան է։ Երկրորդը նրանց հետո կարելի է խոսալ, ինչն է իրան շահագրգռողն է, որն է մոտիվացիան, դա կարող է ֆինանսը լինի, դա կարող է, չգիտեմ, պարքը լինի, դա կարող է ինչ-որ իմիջ լինի, հազար մի գրոնցավ կարող է լինի, բայց առաջինը նախապայման որպես պետքա ոչ թե բարոյականության պակաս, այլ պետքա բարոյականության տոտալ բացակայություն։ Տոտալ բացակայություն։ Շնորհակալություն Երիկին, մեզ մենակ չթողելու համար։ Ես ուզում եմ մեր քույրիկին լսենք միայն։ Ապրիլի 24-ը չի խոսիր միայն հայոց ցեղասպանության մասին, այլ ամբողջ մարդկության մասին։ Այդ օրը ամբողջ աշխարհը լրեց եւ մեր ցավը դարձավ անպաշտպան։ Ես հայ եմ։ Ճիշտ է, որ իմ արմատներս ցավով լեցուն են, բայց շարունակված են ուժով։ Դադիկներս ու մամիկներս փրկվածներու սերունդ են, որտեղ տարբեր կողմերը եկած պատմությունները դարձան մեկ ինքնություն։ Այո, փորձեցին մեզ ոչնչացնել, բայց մենք մեր ցավը ուժի վերածելով շարունակեցինք։ Ահա վասիկ այսօր մենք կանք, շատ ցանկ եւ գաբրինք մեր լեզվով, ավանդություններով եւ մշակույթով։ Հիշելը մեր պարտքն է, չմոռնալը արդարության սկիզբը։ Մենք այստեղ ենք բանջելու, խոսելու եւ փոխանցելու համար, որբեսի նմանը երբեք չի կրկնվի։ Իսկ եկեք այս առիթով հիշենք մեր արմատները, որտեղ էին մեր տուները 1915 թվականին։ Իմ տունը Խարփերթ էր։ Ես այսօր պատահական մի հատ հաղորդում լսեցի, ուղղակի անդադ ուղարկում էին, ես մտածեցի լի կարևոր բան է։ Սփյուռքահայեր վարողը։ Եվ ես լսում եմ սփյուռքահայերին, որոնք սկսում են խոսել թուրքերի հետ բարեկամության,
նոր հարաբերությունների անհրաժեշտության մասին, հա, չգշտվելու մասին, լուր խելոք մնալու մասին։ Իսկ գիտեք ինչ եմ հիշում, որ 15 թվականին էլ վստահ նմաններ եղել։ Եկեք չդիմադրենք, եկեք պայմանավորվենք, եկենք մասը տանք, որ փնտրենք մնացածը, եկեք կաշառենք, ամեն ինչ եղել է։ Տիկին խոսացողը, լսեք լեքսիկոնը եւ կարող եք լսել այդ տղամարդ կոչվածի լեքսիկոնը, հայկական եթերներում կա, անունազգան չեմ ուզում ասել ավելորդ չգովազդելու համար, մեղքդ կգար, պիտի ասեիր, ավանակ, պապերդ էլ երևի փորձել են կաշառել թուրքերին, պայմանավորվել, լեզու գտնել, գուցե իրանք առաջվա թուրքերը չեն։ Ինչքան պետքա ավանակ լինել պատմական նույն սխալները կրկնելու համար, դասեր չխաղելու համար։ Ես սարսափում եմ, գիտեք, որ տեղացի հայ, ասենք հայաստանցի, որի ասենք պապերը չեն գաղթել, որը չգիտի ինչ բանա, չնայած բացառվում է որ չիմանա, բայց ասենք իր ընտանիքում այդ փորձառությունը չի եղել։ Որ խոսա, ես կասեմ, լավ, կենսափորձ չունի, աբուժինը մեկն է, բայց երբ որ սփյուռքային է խոսում, որ է ցեղասպանության հետևանքը, սփյուռքը ո՞նց է առաջացել։ Դա ցեղասպանության հետևանքը չէ։ Եվ որ նմաններն են նման բանը խոսում, մտածում եմ, այս ողորմելի տեսակ եղել է նաև 15 թվականին։ Բոլորի պարտադի չի որ հիմա ինքը Նիկոլից վճարվելու դիմաց խոսա, չնայած դա էլ կարա լինի, բայց այս տեսակը եղել է։ Ու դրանք են աչքիս առաջ գալի։ Տխմարներ, որոնք մտածում այ հեսա որ խելոք պահեմ, թուրքը կարող է գլուխս շոյի։ Սկսում են թուրքին արդարացնել, գուցե այ աբուշներ, մի հատ իրա գրածները նայեք, մի հատ 100 տարվա իրանց բանաձևերը նայեք, այսօր էլ գրքերում Էրդողանը շարունակում է տպել դրանք, որ իրանք համարում են հայն այսօր մնացել է, այսօրվա հայն ինչ որ մնացել է, թրի վրա պատահական մնացած մսի կտոր, որ վաղ թե ուշ պետք է վերացվի։ Ում եկել տես, կամ ապուշների շեր, որ մնացած ապուշներին փորձում են ամոզել իրանց խելքին, որ այ եթե մենք խելոք պահենք, խելոք լեզու գտնենք, թուրքիներ լեզու գտեք, պապերդ են փորձել։ Գնա հարցնա, արդյունքն ինչ եղավ։ Սրանց վերաբերյալ Թումանյանը շատ լավ գրել է, այ դու կտկուր հիմար կկու, քանի փոքրիկ ծախ ունես դու, մյուս առումով ասում առակը, հիմար է նապաստակը, որ մտածում է, որ իրեն խելոք կպայի, եթե խելոք պայի, աղվես իրան չի ուտելու, դրանց ուրիշ բան չես կարող ասել, գնանք առաջ։ Այսօրվա ցույցերի ժամանակ շատ կարևոր նաև փաստ արձանագրվել, Արցախ վերադարձ լինելու է, սա թող ականջներին օղ անեն բոլորը, Արցախ վերադարձ լինելու է, թող հանկարծ ոչ մեկը չասի, էդում երեխու հաշվին, որովհետև այդ ավանակներին ես պետք է հարցնեմ, բա Հայաստանը որ ուզում եք տակ, էդում երեխու հաշվին եք ուզում տակ, եւս քանի հոգու եք լցնելու բայրակդարների տակ, որ տակ Հայաստանը, Հիշում եք սադրանքը Նիկոլ Փաշինյանի, որ ասեց դատապարտումը, դիտարկումը համարում է սադրանք, նայեք, կարդանք, սադրիչ գործողություն լարվածություն հրավերող, միանգամից գալիս է իրան օգնության, ով Գրզոն Նյուզը, Ադարատ Նյուզ անունով, ու միանգամից դաշնակների վառած դրոշինի պատասխան Ադրբեջանը կրակել է խոսնավարի ուղղությամբ, Գրսո եւ կից հորթել են ինչ որ ես ասեցի խելոք մնացող նապաստակի, հա, հիշողություն չունեցող ավանակների, որոնց թվացել է խելոք են մնալու, իրաց ներելու են, գլուխները շորելու են։ Սա ձեզ էլ է վերաբերվում։ Թուրքի առաջի թիրախը լինելու եք դուք, առաջին ունես զրկելու են ձեզ։ Ինձանից ինչ պիտի տանեն, ինչ ունեմ, ինչ է Ինձանից ինչ պիտի տանեն, ես 2 միլիարդի կարողություն չունեմ Հայաստան։ Ձեզանից էլ տալու։
ամեներպես են ինչ ունեք Հայաստան։ Բերեք այդ օրը մոտեցեք։ Իսկ մի հատ հետաքրքիր հարց էլի։ Բայց նախկինում ինչի խոսնավարության չեն կրակում։ Կարող է խոսնավարից հեռու էին դրա համարը։ Հա? Չեն կրակում, որովհետև գիտեին կրակոցի դիմաց լինելու է կրակոց։ Սա է բանաձևը։ Չեն կրակում այն ժամանակ, երբ որ գիտեն դու էլ կարող ես կրակել։ Եթե քո գլխավոր վարչապետը գլուխը շոյելով քեզ տանում է դեպի կառապներն ասում է դու պիտի չկրակես, որտեղ դու գնում ես դեպի խաղաղություն, մեզ կրակել պետք չի, թող մեզ վրա կրակել։ Այն ժամանակ ո վրա կրակել։ Տասնինք թվականին սիրիական անապատներ քշվող հայերին ասում են, թե դատվում է նրանց անվտանգության ու խաղաղության համար։ Նույն բառերով ու ասում եմ նորից դասական իմաստով ավանակ պետք է լինել այս դասերը չսովորելու համար։ Նույն բառերով այ կրկնվում, ոչինչ չի փոխվել։ Որովհետև վստահ եմ, որ անպայման լինելու է մի հոտ, որը կրկնելու է նույնը, որը հավատալու է, որ իրանց քշում են անապատներ իրանց անվտանգության համար, խաղաղության համար։ Այսինքն, այս երեխու մատերի հետքերը տենում եք։ 7 տարեկան երեխուն խաչել են։ Վանի նահանգում։ Ուղղակի բախտում բերելա չի մահացել, բայց մեխերի տեղերը ձեռքերի վրա կան։ Սա ընդամենը մի փոքրիկ էպիզոդ է։ Այն ավանակների համար, որոնց թվում է, թե ինքը թուրքի հետ կարել լեզու գտեք։ Բայց մեր հաշվին չէ էլի։ Իսկ եթե մեկը մտածում է, որ այս հանձնվելու գործողությունը թուրքերի հետ քիրվայություն անելը սկսել է Նիկոլ Փաշինյանը, ինքը նշանակում է չի ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ինչ էր գրում դեռ 14 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հայաստանը որպես պետություն չպիտի մասնակցեր այդ գործընթացին, ցեղասպանության ճանաչման մասին է խոսքը։ Դրանով միայն վնասեց, դրանով միայն սփյուռքահայերի արդար, իսկապես քաղաքացիական պահանջը, տեսեք, ոչ թե քաղաքացիական պահանջը վերածեց միջպետական քաղաքականության խնդրի եւ փաստորեն գեոպոլիտիկ շահերի առարկա դարձրեց։ Մեկն էլ պակեգրել է Ումնի Արմինին նոմեր 1։ Բա ոնց Ոսկանյան, են էլ Գառնիկ։ Բա ոնց։ Պաստորեն, ցեղասպանության ճանաչումը եւ պահանջատիրությունը դա ընդամենը սփյուռքի քաղաքացիական նախաձեռնություն է եղել, քաղաքացիական։ Բա գիտեք Նիկոլ Փաշինյանը որտեղից է ծնվել։ Այս թեզերից։ Այո, պատկերացնում եք ինչ կլիներ, եթե հայկական Հայաստանը 91 թվականից դառնալ ազգային պետություն, ոչ թե ընկներ սրանց ձեռքը, Ժիրայր Լիպադետյանների եւ Լևոն Տեր-Պետրոսյանների ձեռքը, որոնք ամեն ինչ արել են, որ պետությունը չունեն այդ մասնակցությունը ցեղասպանությունների ճանաչման մեջ, որովհետեւ խանգարել են քաղաքացիական գործընթացին։ Ո՞վ է տեսել։ Ցեղասպանությունը, պատմական ցեղասպանությունը, առաջի ցեղասպանությունը հանրության մեջ, պատմության մեջ քաղաքացիական բան է, ոչ մի քաղաքական բան ունի տակը։ Եվ Հայաստանը արդեն հետագայում եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի արդեն մասնակցությունը այդ ամեն ինչում մակում տարբեր երկրների կողմից ճանաչել այդ հարցում ներգրաված լինել, ինքը համարել է սխալ, պիտի չմասնակցեր Հայաստանը, խանգարել է սփյուռքահայերի արդար քաղաքացիական նախաձեռնությանը։ Մինչդեռ սա պիտի լիներ Հայաստանի քաղաքական թիվ 1 թեման եւ ոչ մի ընդհանուր ճանաչումը, պահանջատիրությունը, ազգերի լիգայի ճանաչումը, Սևերի պայմանագրի կետերի կատարումը, սա կարող է լինել մահակ եւ անվտանգության բարձիկ Հայաստանի պետության համար։ Բայց դրա փոխարեն մեծ խաղ է եղել, մեծ։ Մեկն էլ գրել է Ումնի Արմինին, բա ոնց, խելոք մնացեք, որ գայլը ձեզ չուտի հանկարծ, տխմարներ, շատ խելոք, տնից դուրս չգաք, սա գիտեք որ տեսակն է, տնից դուրս չեն եկել, որ ծեծ չուտեն,
Իրանք չեն մտածել տնից դուրս գան պաշտպանվեն, իրենց կարգը հաստատեն, չէ։ Տնից դուրս չեն եկել, որ ծեծ չուտեն։ Քունը ծեծակել է, մայրը երևի անախորժություն անցել, հայրը դե ինչ հայրն ա եղել, լինել ինքը պետք է լինել էլի, որտեղ երեխեքը հորն են նայում։ Մի խոսքով, եղբայր բան, չէ։ Մարդկս այս մարդկս հավանում է։ Ով նման մարդ է տեսնում, պետք է միևնա մի բան, այս սրանց մոտ պատասխանատվության զգացումը 0 է, ինքնազոհաբերությունը 0 է, գիտակցությունը 0 է, սրանց մենակ մի բան գիտեն, մորթին փրկել ամեն գնով։ Ես չեմ ասում, եթե դրա դիմաց մանավանդ վճարում է։ Այնպես որ իմացեք, այս այն ինչ որ խոսում է, այս ճիվաղը բոլորովին ունիկալ չի, բոլորովին նորություն չի։ Սրա մասին խոսացել է Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց շատ մեղ եւ շատ թաքուն, որովհետեւ այդ ժամանակվա Հայաստանում քաղաքական մթնոլորտը այլ էր։ Եվ իրան նման հայտարարությունները, որ այս ճիվաղն է հիմա անում, ունենային շատ տխուր հետևանքներ, շատ։ Բայց դե բերեցին քիչ հասցրեցին այսօրվան։ Լսեք սա։ Պարոն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գնդակալվել են հայ գերիներ, խոշտանգվել են եւ դաժանաբար սպանվել են հայ կանայք, անդրադառնալով իրական ոչ թե պատմական արդարությանը, արդյոք դուք պատրաստ եք հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել աջակցելու Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ եթե դա վերաբերի ադրբեջանական ռազմական եւ քաղաքական էլիտային։ Պինդ որոշել եմ, որ այդ թեմաներին ես անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ, մաքսիմալ։ Եվ ինչպես նախորդ հարցինի պատասխան ասացի, այդ ամեն ինչի երկսայերի սուրը։ Եվ մենք չպետք է մոռանանք նոր կտակարանի ուղերձը, ինչ դատով։ Կներեք, այս անասունիկը հիշացեք, որ ինքը կաթողիկոսը չի, այլ վարչապետն է։ Վարչապետը առաջնորդվում է սահմանադրության, ոչ թե ավետարանով։ Հիշեցեք մի հատ օրակի։ Հաջորդ անգամ հազգելի լրագրողներ, որ կգնաք, որ այս վիժվածքը տես բաներ խոսան, ընդհատեք ասեք, կներեք, դուք վարչապետ եք եւ դուք պետք է ուղղորդվեք սահմանադրության, որը ասում է, քեզ պարտադրում է, որ դու պարտավոր ես Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը պահես իր տարածքներում առնվազն։ Իսկ եթե նա մի բան ապատահում դրսում, նաև դու պարտավոր ես հետամուտ լինել իր անվտանգությանը դրսում նույնպես։ Ասում ես, այս որը ով է, ասեն նորից վերադառնա իմ ասածին, ովքեր սա համարում են նորմալ, իրը նման է։ Դատվենք, նույն դատով դատվելու ենք։ Ինչ չափով չափենք, նույն չափով չափվելու ենք։ Եվ ես համաձայն չեմ, որ մենք հիմա ես ու դուք իրար աչքերի մեջ նայենք եւ իրար խաբենք։ Ու առավ Մի բան որ անել է 8 տարի անում է հենց հիմա էլ։ Հենց հիմա էլ անը խափում է, որովհետև ինքը դու ով ես արա հոգևոր քարոզիչ ես։ Դու հոգևոր քարոզիչ ես, քեզ էլ ինձ պատասխան են ուզում, թե հայ ժողովրդին, հայ քաղաքացուն Հայաստանի տարածքում ինչ են մորթե։ Դու ասում ես որդյակս, եկ ավետարանով շարժվենք, որովհետև ես հոգևոր ծառայող եմ, դու ինձ հիմար հարցեր մի տուր։ Ես ինչ կապ ունեմ սահմանադրության հետ։ Լրագրողներ ջան, ընդհատեք այս վիժվածքին, ասեք, արա մի հատ իջի երկնքից, այդ վեղանը գլխիցը թանի։ Այս սատանա դու Հայաստանի Հանրապետության սահմանադրության երաշխավորն ես։ Ինչ ավետարան արա։ Ավել եւս խափենք մեր ժողովրդին։ Պարոն Բաղդասարյան, իմ այլ գրում եմ, ոչ չմոռանամ, ես գիտեմ, զզվստում եմ, բայց դե իմ գործն է, գիտեք։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության պաշտպանումը որպես սահմանադրության երաշխավոր։ Խնդրում եմ մի հատ գործել դիմում դատախազություն հենց սրա վերաբերյալ, որ իր պարտականությունները կատարելով փոխարեն ինքը հղում անում ավետարանի։ Սա աշխարհում կարելի է գրանցել եզակի երևույթ։ Եզակի Ղուրանին հղում արա։ Ղուրանին։
Դից ավելի ճիշտ կլինի։ Եթե որոշել ես չխաբես մարդկանց, Ղուրանին էլի դիմում։ Որովհետև երկսայրի սուրը, որովհետև այդ խոսույթները հիմա այդ խոսույթները գոյություն ունեն եւ փաստերը իմիջայլոց, փաստերը, որ մեկը դա չի շղթում, բայց մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Եվ հենց այդ է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ։ Սահմաններության իրականացումը Հայաստանի տարածքում կարգավերջ։ Իմացանք։ Գնանք հաջորդի, մնացածը երբեք չի։ Նորություն չկա։ Կա աշխատանք։ Հաջորդ հարցին Արեգ Կիրակոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, անհերքելի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են հայկական ամենամեծ եկեղեցին։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում այս խաղաղության դրամաբանության շրջանակներում, է սա դիտարկում թե ոչ, եւ եթե խաղաղությունը, եթե տարբեր ֆորմատներով երկխոսություն կա պաշտոնական մակարդակով եւ քաղաքասարակության ֆորմատով, ապա նման գործողությունները արդյոք չեն խոչընդոտում, խանգարում այդ երկխոսությանը, խաղաղությանը առնչվող, եւ արդյոք այս հարցը պատրաստվում է պաշտոնական Երևանը թեկուզ միջազգային հարթակներում բարձրացնել թե ոչ, որովհետեւ մշակութային, պատմամշակութային արժեքների ոչնչացումը ավելի շատ թշնամանքի դրսևորում է, քան խաղաղությանը միտված քայլ։ Մենք հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը, բայց բոլոր դեպքերում դուք ասեք սա է խաղաղությունը, ես ասել եմ խաղաղության իմ չափանիշը որն է, արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում։ Ինքը տալիս է առանց ոգի առանց կրակոցի է տալիս։ Խնդրեմ։ Ադրբեջանցիները գրում են դիշկերը ստանում է իր ուզած առանց կրակոցների, իրային չինա պետք կրակել։ Կրակում են այն ժամանակ, երբ որ դիմադրություն կա։ Բայց այդ ժամանակ է չեն կրակում, որովհետև եթե դիմադրություն կա, իրանք ունենում են զոհեր։ Ինչ կրակել։ Նրանք ձրին տալիս է, սենց։ Ասում արի։ Ադրբեջանցիներն են գնում, սա մեր մտքի ֆանտազիան չի։ Դրամարել ինքը իրանց հերոսն է։ Նայեք, Ադրբեջանը իրանց հերոսն է։ Ադրբեջանի ազգային հերոսն է։ Ինչի պետք է կրակեն։ Ամեն ինչ տալիս է։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականություն։ Այդտեղ էլ սխափեց, առանթատեք։ Ասեք սուտ ես ասում, ներ։ Ադրբեջանը քո տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ Թքած ունի քո տարածքային ամբողջականության վրա։ Ընդհատեք սրան։ Ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ սահմանների անխախտելությունը ընդհատեք այս տականքին 242 կիլոմետր մտել Հայաստանի տարածքից գրավելա ինչ սահման են չեք լեզուներն այդ ադրբեջաները նծել չեմ հասկանում ինչ եք լռում լրագրողներ չէ որ այս լսում է նաև օխլոսը իր հետևորդները ասում են դա ինա ասում է էլի խաղաղությունը չեն կրակում սահմանները ճանաչում են կա չէ այդ հոտը կրկնում է բա ասեք մի խափի մեզ քաղաքական անկախությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա եւ մենք որևէ հարցի եւ ասեք այդ Ալմատայի հռչակագիրը դա համագործակցության մասին այ այնտեղ սահմանների մասին ոչ մի խոսակցություն չկա այնտեղ համագործակցության մասին երկրների հետ համագործակցում են սահմանների մասին այնտեղ ոչ մի բան չկա եւ Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերաբերվի այս տեսակետից Հաջորդը ես ուզում եմ ասել ուղիղ եւ առանց հետևանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են։ Էլի ամեն ինչ երկսայրի սուր է։
քո քաղաքացիներին քո տարածքում սպանում են երկսայրի սուլա, քո պատմամշակութային ժառանգությունը քանդում են երկսայրի սուլա։ Դե հիմա ուզում եմ այն օխլոզի աշկերի մեջ նայեմ, որ ասում են եկեղեցու նկատմամբ չի էսա բանը գրողը, գարեգինն է։ Բայց եթե եկեղեցու նկատմամբ չի, եկեղեցիդ երկու եկեղեցին արդեն ավիլել են, քանդել հիմնահատակ։ Երկսայրի սուլա մի խոսացեք կրա։ Եկեղեցու մի խոսացեք, ցեղասպանության մասին էլ մի խոսացեք, քանդեք այդ եկեղեցի, քանդեք այդ Հուշարձանը, Եռաբլուրը, Նեմեսիսի արձանը, Նժդեի արձանը, դրանք գիտեք ինչ, սա շատ երկսայրի սուր է, բա, քանդեք, որ ինքը խաղաղություն լինի։ Ժողովուրդ, ուզում եմ հասկանաք ինչ Հայաստանին սպասվում։ Ալմագեդոն, եթե սա հանկարծ կարողացավ Իրան պարտադրել, հենվելով ինչ որ ստորագույն շերտի վրա, ու այդ ստորագույն շերտը կա, այնպես չի որ չկա, կա ու դա կարգին ստորագույն շերտ է, էլի։ Ես վերջերս իմացա ինչ որ Արամենպետրի բան դրանք էս տականքների միջոցառումներն են սպասարկում են գարիկ, մարիկ։ Դրանք ընկեր չունեն, դրանց հետ ոչ մեկ չի շփվում։ Ակաժները քաշեք մի հատ։ Ասեք չհասկացա։ Այսինքն ձեր համար այսօրվա լափն է կարևոր։ Վաղը կարող է թուրքեր եք վարելու ձեր հաղորդումները։ Լավ, իսկան ստոր կարելի է լինել։ Դրանց կողքը մի ընկեր, լավ մարդ չկասի, կամ եթե տես պետք է անես, գնա այստեղից, գնա իմ կյանքից։ Քանի օքի է իրան ասել։ Քանի օքի է ազնիվ եղել, որ ասի, լսի մի բան գիտես ինչ։ Թուրքի ձեռքով իմ ժողովրդի սպանողը չի կարող իմ կողքը լինի, չի կարող իմ ընկեր լինի, ընդհանրապես։ Քանի օքի է ասել։ Եթե մարդ չի ասել, ուրեմն համաձայն է այդ։ Ուրեմն լուր լավ մարդ լինելու բանաձևի մեջ նայելու է սпасելը Նիկոլ Փաշինյանը հենց Արամի տունն է ոնց է քանդելու, իր տունն էլ ոնց է քանդելու, բայց ես թվում է ինչ դուք ապրելու եք բան է թուրքերի մեջ, հա, թուրքերը ձեզ խնայելու է։ Իրանք են խոստացել ձեզ։ Նույն ձևով ինչ որ 15 թվականի գնանք առաջ։ Ինչպես նոր կտակարանում ասվում է, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ ինչպես նոր կտակարանն է ասում, դատվելու կտակարանը իր ընթերցողներին ասում է դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք եւ չափելու եք այն նույն։ Այս իրա կաթողիկոս լինելը, կաթողիկոս նշանակող Աստված երկիրը լինելը շատ լուրջ է։ Շատ։ Լրագրողներն էլ լսում են։ Ի վերջո կողմնորոշվեք էլ վարչապետ եք ընտրելու, թե բան։ Աստծո ներկայացուցիչ երկրի վրա։ Ավեշիտ Աստծո չէ, սատանի։ Ների։ Չափելու եք այն ինչ չափով, ինչ չափով որ չափելու եք։ Սրա մասին արդեն Հարություն Բաղդասարյանը մի բան պատրաստել է, ես ուզում եմ կարդամ։ Ու կարող եք դուք գտնել այս կայքում, որ ես ասեցի, կոչվում է Arm Justice հայարդարադատություն.com Դուք կարող եք մտնել եւ կարդալ բոլոր այս արդեն գործերը։ Եվ հայերեն, եւ մի մասը կա նաեւ թարգմանաբար։ Սրա մասին ինչա գրվում, եթե մեկն ուզում է սա ուղակի, ստեղ արդեն տեղադրել եմ, ստեղ կա։ Ինչ պիտի աներ ՀՀ ղեկավարը, եթե հայ լիներ, հա։ Ինչ պետք է անի սա, որպես Հայաստանի ղեկավար։ Ուրեմն պետք է հանձնարարել հայերեն քննչական կոմիտեին վալուտ նախաձեռնել Հայաստանի օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ 5-րդ կետերի հատկանիշներով, այն է միջազգային զինված ընդհանրման կամ միջազգային բնույթի չկրող զինված ընդհանրման ժամանակ բռնազավթող պետության կողմից սեփական քաղաքացիական բնակչության մի մասի վերաբնակեցումը բռնազավթված տարածքում կամ բռնազավթված տարածքի ամբողջ բնակչության դրա մասի տեղահանումը կամ տեղափոխումը բռնազավթված տարածքի սահմաններում կամ դրանից դուրս հատուկ պաշտպանության տակ գտնվող հստակ տարածված ժողովուրդների մշակութային կամ հոգևոր ժառանգության համարվող պատմական հուշարձանները, արվեստի գործերը, ծիսակատարությունների վայրերը կամ մշակութային արժեքների պաշտպանությունը, կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային այլ արժեքներ հարձակման օբյեկտ դարձնելը եւ հարձակման հետևանքով դրանց խոշոր չափի վնաս պատճառելը, եթե դրանք չեն գտնում ռազմական օբյեկտների անմիջական հարևանությամբ,
մի խոսքով գնում են դրանք հանցագործություններ են։ Այսինքն Հայաստանի Հանրապետության 144-րդ հոդվածը 2-րդ եւ 5-րդ կետերի մասով սրանք ապահովում, այսինքն եթե Հայաստանի ղեկավարը հայ լինել, պետք է հանձնարարել քննչական կոմիտեին, որ սա աներ։ Ինչպես նաև քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը, այն է միջազգային զինված ընդհանրման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհանրման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերով սահմանված մշակութային արժեքների ոչնչացնելը, վնասելը, հափշտակելը, դրանց գտնվելու վայրից ապօրինաբար տեղափոխելը, այդ թվում մի պետության տարածքից մյուսը, ապօրինաբար տեղափոխված մշակութային արժեքները չվերադարձած կամ պատմական մշակութային գիտնական ապացույց ոչնչացնելու կամ թաքցնելու նպատակով մշակութային արժեքները, դրանք բոլորը քրեական դատարան պետք է գնան, միջազգային քրեական դատարան պետք է գնան, հենց այս երկու հոդվածով։ Այսինքն ինչ որ ասում է սաղմոսները ձեր գլխին կարդում, հարգելի լրագրողներ, խնդրում եմ մտնում եք իմեջում էլ կարդաց Facebook-յան, մտնում եք armjustice.com armjustice.com այս բոլորը գրած ձեր համար պատրաստի առայժմ սա մենակ հայերեն է, վաղը կլինի նաև անգլերեն, մենք կգտնենք թարգմանող կթարգման։ Սրանք արվում են նրանց համար, որ մյուս անգամ դուք տանեք դնեք դեմը, ասեք արա դու վարչապետ ես, դու Հայաստանի սահմանադրության երաշխավորն ես, դու հոգևոր հովիվ չես, դու քո ոչխարների հովիվն ես, հա, բայց դու Հայաստանի Հանրապետության սահմանադրության երաշխավորն ես որպես վարչապետ, դու գլխների սաղմոս մի կարդա, Հայաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով դու սա պետք է միջազգային դատարան տանես, սա քո պարտավորվածությունն է, լրագրողներ, չգիտեմ, կուսակցություններ, եթե ուզում եք այս ամեն ինչը ունենաք ձեր ձեռքի տակ, փաստաթղթավորված, հիմնավորված, դու կարող զբաղված եք, չունեք այդ համապատասխան մասնագետները, սա դրա համար է արվում։ Այս կայքը դրա համար է ստեղծվել, այս մարդիկ դրա համար են աշխատում, այս թարգմանիչները դրա համար են աշխատում։ Մենք օր ու գիշեր դրա համար ենք աշխատում, որ ձեզ օգնենք, որ դուք սա դեմ կարողանաք պայքարել։ Օրենքի սահմաններում, ինչքան որ դա հնարավոր է։ Եվ իդեպով ուզում ես աշխատանքներին օգտակար լինի եւ ալիքի աշխատանքային օգտակար լինի, ներքևում բոլոր օգնության տարբերակները կան, լինքերը կան։ Սրանք թող պատասխանեն, էլի ես հիմա չեմ ուզում։ Ես լավ է պատասխանված, ես մի անգամ արդեն ցուսադրել եմ, բայց մի հատ էլ լսենք էլի։ Մի հրեշ գարան մորթով եկար մեր կյանք քո քայլերթով։ Մի հրեշ գարան մորթով եկար մեր կյանք քո քայլերթով։ Քո քայլերթը խլեց կյանքեր, ոտքեր, ձեռքեր, քանդեց տներ, շեներ, վանքեր ու հոգիներ։ Դու քայլեցիր, որ մենք չհոգենք, որ տառապենք, ողբանք, սքանք, խաղաղ օրվան երանի տանք։ Դու մի հրեշ գարան մորթով մեզ թողեցիր ցավով, դարդով ու ամոթով։ Դու պղծեցիր ինչը սուրբ էր, թաղեցիր այն ինչը կյանք էր, սեր էր, հույս էր։ Հային հայի դեմ հանեցիր, մի բռունցքենք պառակտեցիր։ Դու մի տականք, դու մի սողուն, դու մոլագար, եկար գահի, որ մի սերունդ չտա, որ աշնանը մեր բաց գլխին անձրևի տեղ այրում նահի, որ կորցնի մայրը ձագին, յարը յարին, բալեն հորը, միայն լինի կուշտ քո փորը, անիծումը գալուտ օրը։ Դու խով եկար, որ մեր հայի ոգին կոտրես, չէ, դու հայ չես, դու չարիք ես հայի գլխին, հային ատող,
հայից վառված ողորմելի մի արարած։ Ատում եմ քեզ, մեղմ է ասված։ Աստծո խոսքով չարիք գործող պիղծ կենթանի, դատաստանդ հայը չանի, չկասկածես, Աստված կա։ Կարող են կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զորի։ Հիմա տեսեք ինչ են պայմանավորել սրանք եւս։ Նախնական։ Ինչա կատարվելու, եթե սա վերարտադրվեց։ Հայաստանը պարտավորվում է զինատեսակների ձեռքբերման իր ցանկը նախապես համաձայնեցնել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի սահմանադրություն հեռացնելով անկախության հռչակագրի հղումները։ Հայաստանը պարտավորվում է վերադարձնել ադրբեջանական 4 անկլավներ միաժամանակ տրամադրելով շուրջ 500 մետր լայնությամբ հաղորդակցային միջանցք։ Այդ տարածքները Ադրբեջանի հիմնական հատվածներից կապելու նպատակով։ Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն նախկինում Հայաստանի տարածքում բնակված հետագայում փախստական դարձած ադրբեջանցիների նրանց ժառանգների անվտանգ վերադարձը։ Իրենց նախկին բնակավայրներ նրանց տրամադրելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Ադրբեջանական կողմը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը ստորագրել է։ Եվ այդ վերադարձած ադրբեջանցիները պաշտպանվելու են իրենց կողմից ստեղծված ադրբեջանական միլիցիայով։ Բա ոնց։ Ինչպես Նյու Յորքում բաններն են, հրեաներն են, իրենց ամեն ինչն ունեն, հիվանդանոցներ, դպրոցներ, իրենց ոստիկանություններն ունեն, զինված չեն, բայց ունեն։ Իսկ ադրբեջանցիներն չկասկածեք, էդ էլ է զինվածն ունեն։ Արտուր Աբրահամը, չգիտեմ, MP3 բան, JPEG, MPEG էլ ինչ կա այնտեղ կողքից։ Դուք սա եք ապահովում։ Չգիտեմ, մեկ իր փառքի համար, մարզադպրոցի համար, տաղմարը։ Մեկը մի 2 կոպեկի համար։ Առավել եւս տխմադեն նրանք, որ իրաց կողքն են ու ձեռներին չեն խփում, վզակոտներին չեն տալի, ձեռը չեն բռնում։ Դե իմ ինչ գործ։ Դե ինչ գործ, դե սպասեք հետևանքներին։ Այս սողունին աջակցելու համար, սրա համար աշխատելու համար, այս կարգի սողուն է պետք լինել։ Իսկ եթե դուք հանդուրժում եք ձեր միջավայրում այս կարգի սողուն, դե ուրեմն պետք է հարմարվեք նաև հետևանքների հետ, որովհետև դրանք դրանք անհետևանք չեն անցնում։ Դրա համար էլ Ադրբեջանի հերոսն է։ Սանց տեսեք։ Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին։ Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է 91 թվականին։ Այդ գիտեք ով էր։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կադրը, ինչպես սա։ Նույն կերտը, նույն աղբյուրից ծնված։ Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել։ 2007 թվականի արձանագրումը մադրիդյան սկզբունքների Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ 99 թվականին Հայաստանի Հանրապետությունը արդեն կողմ է քվեարկել։ Պատասխանատու ասում եմ 2018 թվականին ստացած բանակցային բովանդակությամբ Ղարաբաղ Ադրբեջանի կազմում չգտնվելու չուներ որևէ նույնիսկ տեսական հնարավորություն։ Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագիր կա, որով արձանագրվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը եւ այդ համաձայնագիրը վավերացվել է դեռևս 1992 թվականին։ Հայաստանի Հանրապետությունը Այն օմեգայի դեմքը նայեցիք հետևում։ Լտականքի դեմքի արտահայտությունը նայեք։
Նայեք, բան չի ասում ձեզ։ Նա Ես էլ Հայաստանի անվտանգության խորհրդի նախագահն եմ։ Ասում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա։ Բա սա ասում եմ քաղաքագիտության մեջ կարելի է ուղղակի գրել որպես օրինակ, դասական օրինակ, պարտադիր ուսուցման համար, թե ինչ ա լինում մի երկրի հետ, ինչ կարելի անել մի երկրի հետ, եթե դու կարողանում ես քո գործականներին տանել ընդե իշխանության։ Վերջ, քեզ էլ ոչ իման պետք չի միլիարդներ ծախսել զենքերի վրա։ Ստեղծի այդ տականքների ցանցը, ֆինանսավորի բեր իշխանության։ Ու թող քեզ համոզեմ, որ փոխվստահության վրա է խաղաղություն լինում։ Հասկացաք որտեղ է խաղաղությունը։ Սա պետք է ասեմ գրվի պատմության դասագրքերի մեջ։ Կատարել օրինակ, ինչ դուրս է գալի պետք է Հայաստանից դուրս գա։ Որովհետև աշխարհում ոչ միտեղ սես բան չես լսի, որովհետև թուրքերը ոչ միտեղ չկարողացան իրենց գործականներին դնել, ինչպես Հայաստանում։ Բա ոչ թե հիմնված է, չգիտեմ, փոխշահատ առևտրի վրա, ոչ թե ռազմական բալանսի վրա, բայց միակ խաղաղության երաշխիք, միակ, որ կարող է 50%, դու կարող է հավասար ուժեր լինես, էլի պատերազմ լինի։ Դու կարող լավ առևտուր ունենաս, բայց էլի պատերազմ լինի, կարող է ավելի գերակաշահ կանդե։ Բայց դա 50%։ Իսկ թե ոչ փոխադարձ առևտուրն է շահն է, ոչ ռազմական բալանսն է։ Չէ, վստահություն։ Արա ձեզ տունը չեն ձեզ վստահում, այ որբեր։ Այդ տականք ոնց կարելի է վստահել մի ոչնչության, որ սեփական գյուղն ու հողն է ծախե։ Սա Արցախցի է։ Ոնց կարելի է վստահել մի վիժվածքի, որը հրաժարվել է սեփական ծննդավայրից, որը խաբում է մի ամբողջ ժողովուրդ, որի ժողովրդին տարավ կոտորեց, սպանեց խաբելով։ Ոնց կարելի է դրան վստահել, քեզ ով է վստահում, այ վիժված։ Ու դրա վրա խաղաղություն։ Ու կա մի հատ հոտ շեր, որ նույն բանը կրկնում, այո, խաղաղությունը փոխվստահության վրա է, լուրջ։ Ձեր համար է, բայց մենք ինչ կապ ունենք այդտեղ։ Անաբեհապար Հայաստանը պետք է հանձնադուր լինի իր իսկ հռչակած անկախության հռչակագրի։ Այո։ Շնորհակալություն վեհապարին։ Իմ հասկանում եք թուրքերի թիրախում ինչի առաջին հերթին հայ-արգելական եկեղեցին եւ Սփյուռքը։ Որովհետեւ ասենք Հայաստանում ակող մարդուն կոտրել, բռնանալ վրան, ձերբակալել, չգիտեմ, հա, բռնության ենթարկել, խաբել, մանիպուլացնել, շատ ավելի դյուրին է, քան նույն բանն անել Սփյուռքում։ Սփյուռքի վրա ազդելու գործիքակազմը դա շատ լիմիտավորված է, շատ։ Կան, տեղական տականքներ կան, ամեն Լոս Անջելեսում բազմաթիվ են դες տականքները, բայց այդ էֆեկտիվությունը չունեն, հա։ Դրանք ավելի քիչ են, ասենք, Սիրիայում, Բեյրութում, մնացած տեղերը, Հորդանանում, որտեղ ավելի շատ հայեր կան, Արևելքում, Կանադայում են քիչ, մի խոսքով։ Մի քանի հատ բուծել են, արտադրել են, ֆինանսավորում են Լոս Անջելեսում, բայց դե ես չեմ կարծում մեծ էֆեկտ է տալիս այնտեղ։ Ամեն դեպքում Սփյուռքը եւ եկեղեցին մնում է իրանց համար անհաղթահարելի խոչընդոտ։ Դրա համար էս տականքի ձեռքով ինչ է արվում։ Հենց սա։ Ջարդել եկեղեցին, սկսել ինչ-որ սաղմոսներից խոսալ, պավետարանից խոսալ։ Չգիտեմ, քանի հոգու է սա։ Քանի հոգու է սա դուրս գալի իր մոտ տպավորություն թողում։ Երևի բացառապես Նիկոլի Որակի, Նիկոլի նման սողոնների վրա, ուրիշ ոչ մեկի։ Շնորհակալություն վեհապար։ Այսօր մահացել է մեր Աբաջանի մաման։ Մարդ, որ այտենց էլ չտեսավ։ Արդարություն, արդարադատություն, ընդ որում Աբաջանը սպանվել է ոչ թե 44 օրայի ժամանակ,
Արքարունեի։ Սերժիկ, իգը քո զոնա։ Ոչ է Նիկոլի։ Երիտասարդ, առողջ, գեղեցիկ կին չդիմացավ կորստի ցավին։ Սենց գիտեք, քանիսներն արդեն չկան։ Քանիսներն արդեն մահացան սեփական երեխեքի դահիճների դատաստանը չտեսնելով։ Վերջում սրա մասին խոսքը ասելու։ Թե ինչու էր Վազգեն առաջինի անունը Վազգեն։ Ես չգիտեի պատմությունը։ Սա ձեր վրա է։ Անդրանիկ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, կից տականքներ, Սերժ Սարգսյան, առաջին հերթին։ Դուք եք այս մարդկանց սպանում։ Սպանել եք ու սպանում եք ու շարունակում եք սպանել։ Ուրքի լսեք։ Мне не нравятся нынешние границы Армении, то Азербайджану придется определять соседним государствам другие границы. Если мне нравятся нынешние границы Армении, то Азербайджану придется определять соседним государствам другие границы. Так, մանեմ։ Ասում եմ, եթե Հայաստանի դուրս չի գալի հիմիկվա սահմանները, ուրեմն Ադրբեջանը կսահմանի այլ սահմաններ։ Այո, ինձնից։ Պետք չի ներվել։ Սա մասնակցումը այն անառակների զավակները, որ գնացել էին բաներ, Բաքու։ Բոլորը, ում գիտեք։ Տեսակ այդ 23 հոկանոց ցուցակը չէ, 23 է, թե ավել էր։ Ինչ որ է, սա դրանց մեջ է Ադրբեջանի կողմից։ Ու ասում է, եթե դուք դեր չի գալի սահմանները, մենք ուրիշ սահմաններ կամարցեք կսահմանեք։ Իհարկե տականքը խմբից իրան ոչ մեկ պատասխան չի տա, բայց իրան ուզում եմ մի բան ասեմ էլի։ Նիկոլ Փաշինյանը հավերժ չի։ Իսկ երբ ընկա Փաշինյան Նիկոլը, մենք սահմանների մասին խոսել ենք անպայման։ Բայց ես վստահ չեմ, որ դուք եք սահմանելու սահմանները։ Սա գիտեք ինչի է նմանվում։ Ես միշտ ասել եմ։ Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ելով կա Ռուսաստան, սրանք որ մտնում էին պատերազմի մեջ, սրանք ոչ մեկ չգիտեն ինչ է նշանակում իրական պատերազմ, որտեղ ոչ մեկ իրական պատերազմ չի իրականացնել։ Իսրայելը ամբողջ կյանքը կրակել անձեն ժողովրդի վրա, լավագույն զենքերով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամբողջ ՆԱՏՕ-ի ռեսուրսներն օգտագործել ռմբակոծելուց վերևից երկրներ, ի վերջո չկարողանալով հաղթել նրանց։ Սրանք ոչ մի ճակատամարտ չեն ազդել։ Ու ամենակարևորը գիտեք որն է։ Որ այստեղ իրաց թվում է, թե իրանք են դա արել։ Այն որ մեկը մտնում է քարանձավ, շշկով խոսում է, ձենս էս տարածում է, գիտի սա իր ձենի հզորությունն է։ Այ մասնաց, որ լրիվ նույն իրավիճակն է։ Ես ուրախ եմ ձեզ այս մոլորության համար ու մենք խոսանք անշուշտ է սահմանների մասին։ Հա։ Մենք կգծենք սահմանները։ Բայց մենք սկզբից էլ պետք է ձեր ամենա ազդեցիկ գործիքի հարցը լուծենք։ Հետո նոր խոսենք։ Որովհետև սրանք այս ոճով կարող են խոսալ բացառապես այն ժամանակ, երբ որ ունեն Փաշինյան Նիկոլ։ Հենց Փաշինյան Նիկոլին կորցրեցի, շրջվում է Ադրբեջանի վերջին էջը։ Ոչ մեկ չկասկածի սրա վրա։ Հիշեք մի բան։ Հայկական զորքը չի պարտվել։ Ոչ էլ Արցախի զորքն է պարտվել։ Այս դավաճանել են։ Մենք չենք պարտվել։ Ընդ որում այդ վիճակով էլ մեզանից տասնապատիկ անգամ զոհեր են ունեցել։ Տասնապատիկ շատ։ Ու մինչև այսօր իրանց մոտ զինվորական վիճակը հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի ասի աղբեր ուր են մեր բալեքը։ Այդ ուր կորան, այդ 50,000 ինչ եղավ։ Ռազմական իրավիճակը մինչև հիմա։ Այդպես որ ես քո այդ հայացքին կնայեմ,
այն օրը, երբ որ մենք շրջենք Փաշինյան Նիկոլի վերջին անջը։ Դեղանալ պետք չի, բարկանալ պետք չի։ Զուսպ հանգիստ։ Գիտեք ինչի զուսպ հանգիստ։ Որտեղ մենք մեր անելիքը գիտենք։ Այս նույն բանն է, մենք լսենք։ האמת לא משנה יותר, העובדות לא משנות יותר. בגלל זה, אגב, אני לא תמיד הייתי כזה, אני הפכתי להיות כזה. אני מברבל פייק ניוז כתגובה להם, אני לא הייתי כזה, מינה אותי רק האמת, אבל זה לא מעניין אותי כי... Սա Նետանյահուի մամլոք հարտուղարն է։ Ասում եմ մենք պետք է մարդկանց հիմարացնենք, ամբողջ սոցիալական մեդիան պետք է fake news-երով։ Fake ամեն ինչ։ Մենք հզոր ենք, սրանք ցեղասպանել, մենք չենք ցեղասպանել։ Այսինքն սրանց քաղաքականությունը, ինչպես թուրքերին է, ինչպես Նիկոլինը, ամբողջը fake իրականություն ստեղծելու վրա է։ Այնքան են այդ fake իրականությունը ստեղծել, որ հիմա իրանց իսրայելցիները զարմանում են, ախպեր, բա որ մենք աշխարհի ամենաուժեղն ենք։ Այս հրթիռները իմ գլխին ինչի է թափում։ Բա որ մենք ամենաուժեղն ենք, այս Իրանը ինչի չի հանձնվում։ Սա նույնն է սպասում Ադրբեջանին։ Նույնն է սպասվում։ Զարգացեք ձեր fake news-ը։ Հետո մեկը Նիկոլ Փաշինյանն էլ է տենալու, արա սպասիել է։ Այսքան fake news ենք տանում, գրզո մեդիայով, մնացած մեդիաներով, որ մենք ուժեղ ենք, մեզ սիրում են, մենք հաղթում ենք։ Բայց ո՞նց եղավ, որ մենք զայն չկարողացանք տանենք։ Այս ո՞նց եղավ, որ այսքան մարտելա փողոց ջայերով։ Բա եթե բոլորը մեզ սիրում են, բոլորը պատրաստ են ուրանալ հայրենիքը, ցեղասպանություն ամեն ինչից հրաժարվել։ Բա այս ո՞նց եղավ էդի։ Այ fake news-ը այ դա ունի երկու սայր։ Երբ որ դու ես սկսում արդեն հավատալ քո տարածած fake news-երին։ Այ ոնց որ Պուտինն էր հավատում, որ ինքը աշխարհի ամենաուժեղ բանակն է։ Ինչի դրա անուն տվեց ռուսական բանակի։ 3 օր պետք է գրավեր Ուկրաինան, 4 տարի լրացել արդեն 4 տարի 2 ամիս է։ Կանգնել է նույն տեղը։ Դու ճիշտ ես հավատում։ Ինքը իր fake news-երին հավատում էր։ Ասեմ ավելին, իր մեդիա կապի անվտանգության աշխատողներից մեկը, որ փախել էր 22 թվականի պատերազմից հետո, կարողացել էր Ղազախստանով փախնել կնոջ հետ։ Բայց հարցազրույց տվեց, այս ծայրի լսեցի, մի շատ կարևոր բան այնտեղ մնաց հիշողության մեջ, որ Պուտինը երբ որ գնում էր մի հատ տեղ, մյուս երկրից դուրս էր գալի, պարտադիր պայման էր, որ իր հյուրանոցի սենյակում մենակ լինի Ռասիայցին, իրանց կենտրոնական ալիքը, միացրած, միայն, որը խոսում է այն, ինչ որ գնում է իր կաբինետից, փաստորեն միացած փակ ցիկլա, ինքը լսում է այն, միջև հիմա, այն ինչ որ ինքն է ասում, որ պիտի ասեն, այնքան է ինքը լսե իրան, ինքը սկսել է մտածել իր մասին, այն ինչ որ իրան հիմք տվեց, որ 3 օրում ինքը մտնել է Ուկրաինան գրավի, միջև էլ գրավում է, հա, միջև էլ գրավում է, ասում է փիղը մտավ բրջունների մոտ, համբուրգերանոց, ասես մի հատ համբուրգեր սարքեք, ասում է հետո, դեսում միջև սարքում են իր այդ համբուրգերը, 3 օրում պետք է սարքեն, միջև 4 տարի լրացել է սարքում են, ասելիքս ինչն է, նույն տակտիկան է, նույն ցեղասպաներն են, նույն սրիկաններն են, նույն սուտ խոսացողներն են, նույն fake news-երի վրա, fake պետականություն, fake հզորություն, fake աջակցություն հորինողներն են, որ սկսում են իրենց հորինացին հավատալ, որի հետևանքները լինում է այն ինչ որ հիմա իրանք ունեն։ Սա Արցախի դրոշն է Լիբանանում։ Սա fake չի արդեն։ Вообще։ Այդ նշանակում է ստեղի Արցախը մեր չի, Արցախի մասին մոռանում ենք, Արցախի անուն չտակ։ Լիբանանցի եւ ընդհանրապես աշխարհի հայությունը ասում է, ես թքած ունեմ քո պատկերացումների վրա, այդ թուրքի լամուկ դու ինչ ես մտածում, Արցախի հայրենիքն է։ Արցախական։ Դու հիմա բանիդ Ելիչերիների ուղարկի Լիբանան դու ձերբակալել։ Քաշեն, պոկեն Արցախի դրոշը, գցեն գետնին։ Կան քաղաքական մասին Հայաստանին։ Այսօր հրապարակվեց 19 կուսակցությունների ցուցակ։
Երևի դուք արդեն կարդացել եք, ես բոլորին հատած չեմ ուզում անդրադառնալ։ Իմիջիայլոց այսօր ժամը 6-ին կայանա այդ բանավեճը Դեմեմի ներկայացուցիչի եւ Արտակ Սարգսյանի միջև, չգիտեմ դեռ կկատարվի։ Իրանք առաջարկում էին տեղափոխել, քանի որ ապրիլի 24-ը, բայց քանի որ օրերը բոլոր զբաղված են, ես ասացի, որ մենք կարող ենք դա անել, որովհետեւ ամեն դեպքում պետք է իմանանք նաեւ նրանց կարծիքը այսօրվա այս իրադարձությունների մասին, եւ սա այլ օր անիմաստ կլիներ հնչացները։ Այսօրապես է մասին խոսա։ Մի խոսքով լինելու է, կարող եք հետևել։ 19 կուսակցություն։ Ես այս ցուցակը որ կարդացի, կուսակցություններին չեմ ուզում դառնամ անհատական, բայց այս թիվը ինձ գցեց շոկի մեջ։ Տեսեք ինչա կատարվում։ Եթե մի ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն, դա գիտեք ինչի նշան է։ Ոչ թե այնքան հզոր է քաղաքական դաշտը, որ 19 ուղղություն կա, տարբեր ճաշակներ կան, գալի բախվում գնում են։ Չէ, դա նշանը չի։ Դա այն նշանն է, որ Հայաստանում քաղաքական դաշտ չկա։ Որովհետև իրականում չի կարող լինել 19 կուսակցություն եւ 19 ուղղություն, բնության մեջ այդքան ուղղություն չկա։ Նույնիսկ 6D պարամետրների մեջ 6 ուղղություն է։ Չի կարող լինել 19 կուսակցություն։ Սա նշանն է այն մասին, որ Հայաստանում քաղաքական ձևավորված դաշտ գոյություն չունի։ Մյուս կողմից Հնայմես 19 կուսակցություն Փաշինյան Նիկոլի դեմ 18-ը կամենա իշխանություն են ուզում, ասեն փաստորեն 18 կուսակցություն եւս կա, որ պատրաստ է իշխանություն վերցնել Հայաստանում։ Հա։ Բայց դուք կայիք։ Փաշինյան Նիկոլես ավերածությունները ո՞նց արեց։ Կամ է այս 19-ից առնվազն 10 պլյուսը ու բավականին պլյուսը միասին համակայլ համաձայնվեցված իրականացել են այն ինչ որ Փաշինյան Նիկոլը արեց։ Որովհետև եթե հանկարծ իրանք համաձայն չլինեին այս ամեն ինչին, 19 կուսակցություն, որը պատրաստ է երկրի ղեկը վերցնել եւ համաձայն չի ինչ որ մի հատ քաղաքական խմբակի հետ, մի ավտոբուս ճիվաղի հետ, ու դա կարողանում ամեն ինչ էլի, դա աբսուրդ է։ Դա աբսուրդ։ Հետևաբար, ինչ կկարդաք, առնվազն 12, 13, 14, 15 կուսակցություններ, դուք կարող դնեք Փաշինյան Նիկոլի կողքին, որ իրանք համատեղ, կարևոր չի իրանք իրար սիրում են, թե չէ, համատեղ, համաձայնվեցված իրականացրել են այն ինչ որ անում է Փաշինյան Նիկոլը, եւ հիմա էլ իրականացնում են, մտել են այս ամեն ինչի մեջ, որ իրականացնեն ճիվաղի վերարտադրությունը, որովհետեւ այն կուսակցությունները, որոնք լուրջ դեմքով գնում են ընտրությունների, իմանալով հանդերձ, որ բացի իրանց մի քանի հոգուց, մեկ էլ ընտանիքի անդամներից, եւս մի քանի հոգի, ձայն չեն տալու իրանց։ Այսինքն առնվազն իրենք 10-15% չեն հավաքելու։ Իրանք գնում են Փաշինյան Նիկոլին վերարտադրելու համար։ Երկրորդ կարծիք չկա։ Որովհետև մենակ շեմը հաղթարած են լուրջ թվով շեմը հաղթարած կուսակցությունը կարող է լինի ազդեցիկ, եթե կարողանա կազմի կոալիցիա։ Ինչ որ մի բանի վրա ազդի։ Այսինքն կոալիցիա կազմի զրկի նեղացիններին իշխանություններից։ Եթե դինքը գնում է վստահ լինելով որ չի անցնելու, այդ մի տոկոսը կամ կես տոկոսը ուրիշից է փախցնում։ Երբ մի հատ հաշվեք 10 փախցնող տեսեք ինչ թիվ է գալի։ Մեկը 1, մեկը 2, մեկը 2.5 չեն ասում, այդ ամեն ինչը վերջում իրաց ձայները ում է գնում։ Փաշինյան Նիկոլին։ Նաև Փաշինյան Նիկոլին, ոչ միայն։ Եվ այն ուժերին, որոնք ինչ որ իրաց չափով տոկոսային հարաբերությունով կանցնեն խորհրդարան։ Այսինքն Սերժիկը նես մի հատ սահմանադրություն է մոգոն է, ու այսօր դրա հեղինակները են Գևորգյանը ինչ էր, Գևորգ դատախազը նախկին անունը վերջերս ակտիվացել է։ Իրենք են գրել է սահմանադրությունը, դեմքով լուրջ դեմքով բողոքում են Սերժի կադրերը այս իշխանություններից են բողոքում եւ ընտրություններից։ Արա դուք եք այս գործիքակազմը
հնարել եւ տվել Փաշինյան Նիկոլին։ Հնարել եք, ստեղծել եք Սերժի համար, որ հավերժ այսպես բոլորի մոլորեցնելով մնալ իշխանության։ Բայց դուք որոշեցիք, որ սա կարող անի ավելի լավ։ Չի վաղը, ու դուք հիմա բողոքում եք ձեր գործիքի դեմ, հա, դե գուցե այս ամեն ինչին հավատա քաղաքացին, որը խորապես չի տիրապետում կամ հիշողություն չունի, կամ էլ ուղղակի այդքան ուշադիր չի եղել, որ հասկանա ինչից հետո էր, ոնց եղավ, երբ եղավ, ում ձեռքով եղավ։ Ախետ բանի անուն եմ ուզում իշեմ չեմ կարող։ Լավ, կիշեմ կասեմ ընթացքում։ Նկարիչ։ Եվս մեկ լրագրող սպանվել Իսրայելի կողմից։ Հա, ուղիղ նշանառությամբ խփում են, պրոբլեմ չունեն, որտեղ լրագրողները, ինչպես Փաշինյան Նիկոլի, այնպես էլ Ալիևի, այնպես էլ Նետանյահու, այնպես էլ Պուտինի անձնական թշնամիներն են։ Նրանք ինֆորմացիա են տալի իրականության մասին։ Եվ ոչ մի երկիր այնքան բան չի սպանել լրագրող, ինչքան Իսրայելը։ Այնքան այտենց երկիր աշխարհի վրա չկա։ Ռուսաստանն էլ այդքան չի կարողացել սպանել։ Չի սպանել։ Իսրայելը այդ հարցում անմրցելի է։ Եվ երեխեքի սպանության հարցում, եւ ցեղասպանության հարցում, եւ լրագրողներ, եւ ՄԱԿ-ի աշխատողներ, հա, ինքը անմրցելի է այդ հարցում։ Անպատիժ սպանում առեսի։ Դասանայեք։ А у нас срочные новости. Израильские солдаты, признавшиеся в изнасиловании палестинского заключенного в лагере Сде-Тейман, вышли в зал суда и были встречены аплодисментами. Аплодисментами люди вставали, хлопали, а крайне правые министры называли их героями. Ձեզ ոչի ման չի իշասում սա։ Նույն սաֆարն է։ Սա բանտարկված պաղեստինցունա բռնաբարում հերոսա, այնը քնած կոլեգայինա կացնարում հերոսա։ Ես ասում սրանց մեջ հակասություն չկա թուրքերի եւ հրեաների։ Մարդիկ ընկած միկրոսկոպով հակասությունները մանգալի։ Մի փնտրեք, սրանք իրենց արժե համակարգով նույն ցեղասպաններն են, չեք զգում։ Սա հերոսա, ոնց բանը կալանավորված է բռնաբարել։ Հերոսը այնքանում, որտեղ ում բռնաբարել է, նա ոչ թե մարդ է, այլ պաղեստինցի։ Որովհետև հոմար չէ սպանել Սաֆարովը, հայ է սպանել։ Ադամանիկ է հերոսը։ Героями за изнасилование пленного. Это произошло не где-то в темном подвале, не тайно, а публично в государстве, которое называет себя демократией Ближнего Востока. И эта сцена шокировала даже тех, кто привык к новостям из Газы. Ու հələ այս վիճակով է մեղադրում են Լեհաստանին, ասում են այն որ սվաստիկայով մեր դրոշը բան արեց, բարձրացրեց։ Միջոցներ ձեռնարկեք։ Մենք ֆաշիստ չենք։ Անում են, սպանում են, բռնաբարում են, դարձնում են հերոս, բայց իրանք ֆաշիստ չեն։ Հələ մատը թափ են տալի նրանց վրա, որ կասի իրանք ֆաշիստ։ Նույն ասում, նույն Ադրբեջանն է։ Զավթումա, գերիներին սպանումա, խոշտանգումա, մորթումա, նկարումա, տարածումա, մեզ էլ ասումա ցեղասպան։ Նիկոլին ասում մի խանգարեք, որտեղ երկսարք սուր է։ Որտեղ ավետարանն ասում է, ավետարանն ասում։ Мир увидел не просто преступление, а систему. Систему, где садизм награждают, где преступников чествуют, где насилие стало инструментом унижения целого народа. Израильское общество аплодировало, а палестинские семьи смотрели на экран, видя, как те, кто разрушил их жизни, получают овации. Он уже потребовал расследования. Международные организации заявили о крайнем моральном разложении. Но в Израиле, судя по реакции, все это норма. Они не прячут насилие, они им гордятся. И вот здесь становится страшно. Когда изнасилование становится поводом для аплодисментов, это уже не война, это культ безнаказанности. Мир смотрит, делает заявление, пишет резолюции, а в Сде-Тейман продолжают звучать шаги, крики и молчание тех, кого уже никто не слышит. Սա նույն բանը եղել է հայից նկատմամբ, ադրբեջանցիների կատարմամբ։ Քրեական գործերը կան, ես հիշում եմ պատերազմից հետո Գոր Վարդանյանը կարծեմ դատախազության մամլո խոսնակը կարծեմ հա
Իքներ տվել ինֆորմացիան, որ 1000-ից ավել քրեական գործեր կան, ռազմական հանցագործության։ Հիմա հարց. որտեղ են ռազմական հանցագործության վերաբերյալ կազմված քրեական գործերը։ Դուք չեք կարող կոծկել ռազմական հանցագործությունները։ Դա ճաշակի ոլորտից չի։ Ասում մեր ամբողջ դատախազության, ԱԱՑ, կառավարություն, բոլորը ծառայում է Ադրբեջանի։ Բոլորը իրար հետ sense համախառը ու դա արդարացում է ավետարանով բա զայնայ הנותן לנו כוח לעשות חיל ולתפארת מדינת ישראל. Սա գիտեք ով է պատվոջահավառողը իրանց ռաբինը որ ասում է պետք է ոչնչացնենք բոլոր պաղեստինցիներին քանդենք իրանց տները ու սարքենք նոր Իսրայել ժողովուրդը ծափա տալի հիմա սա ինչ է դրաման են իրանք սիրով օգնում են ադրբեջանցիներին նույն բանը իրականացնելու Արցախում Հայաստանում եւ մարդկա մտածում է այ իրանց հեսա կբերենք Հայաստան իրանք մեզ կուժեղացնեն իրանք մեզ կփրկեն մեր օդը ու մարդել կան լուրջ իրան դնելով քաղաքական փորձագետի տեղ ոնց կանեն աշխարհի ամենաուժեղ իրանք են կանեն իրանք սա ուժեղը ցեղասպանության մեջ բացառապես սա գիտեք ով է սա Իրանի են աքսորված շահի տղենա որ կոչ էր անում ռմբակոծել Իրանը որ ինքը գնա հետ ստանա իր երկիրը սա Գերմանիայում արյան ջրի փոխարեն տոմատ են շպրտեն վրա այո իրանցիները Գերմանիա եւ իրանցիները նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում են որ սկզբից են ամառվա պատերազմի ժամանակ իրանք ողջևորված էին որ հեսա ինչ որ մի բան է փոխվելու գնալ բոլոր հասկացան որ էս ամեն ինչ անում է ոչ թե որ Իրանում ինչ որ մի բան փոխվի իրանց համար չէ որ փոխվի հենց Իսրայելի համար սա իրանց հետ ոչ մի կապ չունի եւ նույն մարդիկ հիմա բողոքում են ցույցեն դուրս գալիս սա նմանների դեմ մարդ որ կոչ անում սեփական ժողովրդին կոտորել որ ինքը մնա իշխանության Փաշինյան Նիկոլից ինչով է տարբերվում ոչինչով բոլոր տեղերում նույնն է սա գիտեք ով է նայ Пока Украина и Зеленский просят деньги на восстановление энергетики, ее главный энергетический олигарх купил себе квартиру за $554 миллиона. Bloomberg раскрыл сделку. Ренат Ахметов приобрел 5-этажные апартаменты в Монако. Ուկրաինայի էներգետիկայի տերը Ռենատ Ախմեդով կես միլիարդանոց տուն առը Մոնակոն իրանք միլիարդներ են ուզում միլիոններ են ուզում իրանց էներգետիկան վերականգնելու էներգետիկ կառուցվածքները վերականգնելու ապահովել համար այդ համակարգի տերը կես միլիարդանոց տուն առնում Մոնակոյում Bloomberg-ն է սա բացահայտ Ես որ ասում եմ, այս պատերազմը մի քանի շերտեր ունի, բոլորին գոհացնում է, բացի կորոնվող ժողովրդից, եւ Զելենսկուն, եւ իր օլիգարխներին, եւ Պուտինին, եւ Պուտինի օլիգարխներին։ Այս ամեն ինչը արվում է այն երկու կողմանի սպանվող մի կողմից գրողների, որոնք գալիս են մի քանի միլիոն ստանալուց հետո ռուսական ռուբլի փողի դիմաց սպանելու, մյուս կողմն ստիպված պաշտպանում։ Այսինքն կեղտոտ աշխարհում ենք ապրում։ Ցավում եմ ուկրաինացի ժողովրդի համար։ Ես դամը առաջին օրվանից ասել եմ, օրը գալու է Զելենսկի որպես ռազմական ընծգոց կանգնելի է ուկրաինական ժողովրդի դատի առաջ։ Ուղղակի ինչքան շուտ, այնքան քիչ կորուստներ կունենա։ Իսկ եթե հաշվի առնենք, որ հիմա բռնել է այս պատերազմում պարտվող
Իսրայելի ու ամերիկացիների ոչը, իրենց կողմը, նշանակում է իր պարտությունը Զելենսկու եւ հետեւաբար ցավոք ուկրաինական ժողովրդի ավելի ռեալը։ Կամ ժողովուրդը կազատագրվի այս դահիճներից ուկրաինացիները եւ կփրկի Ուկրաինան Պուտինից, կամ Պուտինի համար շատ հարմար առիթ է, շատ նավթիգիները թանկ, սանկցիաները հանված է իր վրայից, եւս մեկ ամիս երկարացվեց Պուտինի համար, եւս մեկ ամիս պատկերացրեք, ու հիմա G27-ի ֆորմատով հրավիրված է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Թրամփենց տուն, Ֆլորիդա։ Նվեր Թրամփը նվեր է Պուտինի համար։ Փյանը ու Փաշինյանը հայտարարել են, որ բաժանվել են, երեք պարզվեց միասին են։ Ինչ եք Արա, կարծում։ այդ կապիկներից հեռու մնացեք, էլի։ Հեռու մնացեք կապիկներից։ Սա հարցը թեման չէր։ Հարցը նա չէր ուզում պատասխանեցում է կապիկներից հեռու մնացել։ Այսօրվա այս երթը այս դրա մասին էր, որ ոչ մեկ դրանց է, ոչ անունն է ուզում լսի, ոչ ազգանունն է ուզում լսի, ոչ ուզում է տեսնի, այս հրա մասին։ Այ հուսով եմ, այ էսենց էլ մենք գնալու ենք ընտրությունների։ Հենց հուսով եմ։ Գնանք այս չարիքից, այս մետաստազից, այս քաղցկեղից ազատվենք։ Սանայինք։ Հարց Վազգեն առաջինին։ Վեհապարտեր, Վազգեն հատուկ անուն այնքան էլ ընդհանրացած անուն չէր, ոչ աշխարհական եւ մանավանդ հոգեվորականների համար։ Մարզրումյան Կարապետ Սրբազանը որտեղից գտավ այդ անունը, հարցրեց ավակ arczepiskopos Ասատրյանը Վազգեն Վեհապարին։ Լավ հարցում է, ըսավ Վեհը, ու հետո սկսեց վկայություն տալ։ Վանի ինքնապաշտպանության հայդուկներեն Վազգեն անունով քաջարի երիտասարդ մկար։ Հերոսամարտի ընթացքեն սպանվեցավ։ Թուրքերը հերոս երիտասարդին դիակը տունետուն պտտեցրին գտնելու համար անորմը ընտանիքը պատժելու կամ վնասելու միտումով։ Երբ Վազգենի մայրը շրջապատված տնեցիներով կտեսնե իր անշնչացած որդիի դիակը, կհայտնե թուրքերեն զինվորներուն, թե չի ճանչնար անոր, ով ըլլար։ Ու հուզվեց Վեհապարը։ Պահմը մնաց լուռ ու ապա շարունակեց։ Գիտեք, որքան քաջություն պետք է մորմը համար այդպիսի կեցվածք ցուցաբերելու համար։ Այդ անկրկնելի զոհաբերությունը ըրավ փրկելու համար ընտանիքի մյուս անդամների։ Իմ ձեռնադրության կնքահայրությունը ստանձնած էր թեմական խորհրդի անդամներեն Վանեցի Ռուբեն Իսրայելյանը։ Իր փափագին ընթառաջելով Մազլումյան Սրբազանը զիս վերանվանեց Վազգեն անունով։ Ցամենը մեկ դիպված ցեղասպանությունից։ Պատկերացնում եք այդ որ վիճակը։ Ձևասել է, թե սպանված սեփական որդուն չի ճանաչում, որ փրկի մնացած երեխեքի կյանքը։ Այսպես են ապրել հայերը թուրքերի մեջ։ Եվ սպանված որդու անունը եղել է Վազգեն, դա ունեցել ենք մենք Վազգեն առաջի կաթողիկոս։ Հետևաբար եթե չէ, այս պատմությունը մենք չենք իմանա։ Բայց ինչի մասին է։ Սա այն մասին է, թե ինչ է նշանակում ապրել թուրքերի մեջ եւ ինչերի պետքա պատրաստ լինել։ Նիկոլ Ստորագույնին ձայն տվող աջակցողները պետք է պատրաստ լինեն սրա։ Պետք է պատրաստ լինեն սրա։ Իսկ վերջում երկու օր առաջ Թբիլիսիում եղել է համերգ ցեղասպանության նվիրված, որտեղ հրավիրված է եղել մեր հայտնի հանճարեղ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Այդտեղ կատարվել է Խաչատրյանի կոնցերտը, Ավետ Տերտերյանի երրորդ սիմֆոնիան հայտնի։ Վերոսկով այդ ամեն ինչից հետո որպես բիս Սերգեյ Խաչատրյանը նախ հիշատակում է ցեղասպանության հանգամանքը, ասում է, «Էս մեդիտացիան դել է Յամանի թեմաներով, նվիրում եմ
ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լսենք հետո ես կասեմ։
Շատ դժվար է sense բանից հետո խոսելը։ Դատարանից։ Աննկարագրելի խորն է հայ մարդու ցավը։ Ինչ եմ ասում հայ մարդու, որովհետև այդ ցավի խորությունը կարալ զգամենակ հայ մարդը։ Նիկոլացինները սա չեն կարասկա։ Դրա համար իրանք տենց արհամանքով թեթև են խոսում դրանից։ Ամեն մեկը չի, որ ես ցավը նախի վիճակի է տանել, մանավանդ տանել ես զսպվածության առանց ավելորդությունների, առանց վոլգար դրսևորումների և ամենակարևորը առանց ուրիշի ցուցադրելու։ Զուտ ինքը իր մեջ սոսկալի իրականությունը վերապրելու այս խորությունը ամեն մարդու չի տրված։ Սա հեռասակվել է աշխարհով մեկ ուղիղ։ Երեկ չէ կարդացի կոմիտասի տողերը, որ այս եթե ազգս կոմիտաս ծնել է, էլի կծնի։ Գալու է օրա և դրա պահանջը կլինի, էլի կգա մեկը, կանեն ինչ որ պետք է։ Ես էլ ասեցի մեկը չէ, նրանք պիտի գա։ Մեկը բավարար չի։ Նրանցից մեկն է Սերգեյ Խաչատուրյանը։ Մեծագույն հայ իր երիտասարդ տարիքի համար։ Ես կարող եմ ասել իմ դարի և իմ ժամանակի մեծագույն հայերից մեկը, որ հայը ուղղն ու ծուծով։ Սա չէր կարող ոչ մեկ սենց վերապրել, եթե տենց չլիներ։ Երաժշտությունը դա ոնց որ դու մերկանում ես, դու թաքնվելու տեղ չունես։ Արվեստային տեղում է նել երաժշտությունը, որ ոչ մի բան չես կարող թաքցնել։ Ամեն ինչ է։ Ոչ մեկ չի ասում ամբողջ կյանքներս ապրենք այս տրամադրության մեջ։ Բայց հիշել ու վերապրել, այդ մարդկանց հիշատակը հարգել և ժառանգությունը վերցնել մեր վրա, այդ պատմական պատասխանատվությունը, դա պարտադիր է։ Ոնց որ որդու համար հոր սկսած գործը շարունակելը։ Ոնց որ որդու համար հիվանդ կամ ծերացած ծնողներին խնամելը, հարգելը, կամ մահացածի հիշատակը վառ պահելը։ Թվում է, թե այնքան նորմալ, պրիմիտիվ մարդկային բաներ է, որի մասին նույնիսկ իմաստ չունի խոսելու։ Չէ՞ որ դա բնական է, ով չգիտի դրա մասին։ Տենց էինք մտածում, մինչև Նիկոլ Փաշինյան տեսակ գար կհայտնվեր մեր մեջ և կասեր. «Գիտեք ինչ, այդքան էլ էտես չի, այդքան էլ էտես չի»։ Հələ մենք պետք է հասկանանք մեզ ինչ է ցեղասպանել։ Ու արդյոք ցեղասպանել են, թե չէ։ Կարող է մենք ենք մեղավոր, որ մեզ ցեղասպանում։ Իսկ ընդդեղից արդեն ասում են. ոչ թե դուք եք մեղավոր, հենց դուք եք ցեղասպանել եք։ Արժանապատիվ դրսևորում կունենաս ապագա։ Կդառնաս քարոզչության զոհ,
կզրկվես քո հիմքերից, կդառնաս պատմության մեջ մի ընդամենը անցողիկ կարմիր դրոշ։ Կայր այսօր սա ձեռքն է, բարը կայտնվես նրա ձեռքում, մի օր կնետեն աղբանոցը, որպես արդեն անպետք իր, որովհետև եթե դու չես կարող քեզ գնահատել, ում ես պետք դու, ում ես դու հետաքրքիր, ով պիտի քեզ ու քո ունեցածը գնահատի, հակառակ այդ ունեցվածքդ այնքան մարդու է պետք, այնքան մարդու աչքն է դրա վրա, որ ստեղծի իրան պատմություն, ստեղծի իրան հեղինակություն, արժևորի իր ոչնչություն, գոյատեսակը, արժևորի, որտեղ ցանկացած մի քիչ հեռու նայող մարդու համար ապեմն դա կարևոր է։ Իսկ կարճատեսների համար ընդամենը պետքա տեսնի իր ափսեի մեջ ինչա դրած, այդ օրվա կերը իրա ինչա։ Իսկ այդ օրվա կերով ապրող մարդը ապագա չունի, կարճ է, միջև սպանդանոց։ Այս երաժշտությունն ու պատմությունը, որ մենք ունենք, իրավունք չունենք մենք այդպես լինել։ Չենք կարող ուղղակի։ Ես հավատում եմ մենք այդպես չենք։ Ու հունիսի 7-ի քվեարկության ժամանակ դա պետք է երևա։ Ոչ թե ընտրություն ամեն օր ընտրում ենք, այսօր մենք ընտրում ենք Սերգեյ Խաչատրյանի նման մեկին ընտրում ենք, եթե ցավը այս ձևով վերապրելու, չգոռալու, չմսխելու, ցուցադրական ժեստեր չանելու, չէ, էս իննա։ Ու պիտի պատասխան տան նրանք, ովքեր սա արել են։ 100 տարվա վաղեմության լինի, 200 տարվա վաղեմության լինի, 5 տարվա վաղեմության լինի, կապ չունի։ Աթաթուրքից մինչև Նիկոլ Փաշինյան պիտի պատասխան տան։ Կապրենք այս լոզունգով, ապագա կունենանք, չենք ապրի։ Պատմության աղբանոցը այնքան ազգեր ու ժողովուրդ են գնացել, այնքանով այժմ իրենց մասին հիմա։ Մեկ է կդառնանք հերթական մեկը, այնպես որ ընտրությունը մեծ ձեռքն է։ Այսօր ոման այսքան, լավ մնացեք։